Օրակարգային հարցերին անցնելուց առաջ Ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ելույթում անդրադարձավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի կալանավորմանը, հորդորելով փոքր քայլ կատարել եւ աջակցել սրբազանին։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, արեք փոքրիկ քայլ եւ կառանձնանաք մնացյալ իշխող ուժի անդամներից, որ դուք եղաք առաջինը, որպես գյումրեցի թասիբով մարդ, որ ձեր Շիրակի թեմի առաջնորդը ամոթ է, որ կալանավորված է այսօր։ Ինչը կարող է ավելի արագ ու արդյունավետ նպաստել Գյումրիի զարգացմանը, եթե ոչ քաղաքը ազատ տնտեսական գոտի ճանաչելը, տալով հարկային ազատ ռեժիմ։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարի օրակարգ բերած այս հարցն էր, որ բավական բուռն ու լարված քննարկումների առիթ տվեց։ Խմբակցության նախաձեռնությունն է այս մասին ուղերձով դիմել կառավարությանը եւ փորձել այն իրականություն դարձնել։ Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական գոտի եւ մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա ազատ քաղաքի կարգավիճակ։ Դրա բոլոր նախադրյալները կան։ Որպես ասվածի օրինակ, Կարեն Սիմոնյանն ընդգծում է, որ այսօր Հայաստանի տարածքում ստեղծվել եւ լիովին գործում են 4 ազատ տնտեսական գոտիներ, բայց այն, ինչ առաջարկում են իրենք, տարբերվելու է մյուսներից, որովհետեւ ըստ նրա ներդրվելու է ազատ քաղաքի մոդելը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները հետաքրքրվեցին, թե ինչ է այն իրենից ենթադրում։ Ազատ քաղաքի ռեժիմը այն է, որ Գյումրիում հաշվառված, Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողները, անհատ ձեռնարկատերերը եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կազատվեն օրենքով սահմանված, ոչ թե կազատվեն, այլ կզիջվեն օրենքով սահմանված հարգերից 50%-ով եւ հենց դա կնպաստի, որպեսզի ներդրումային հոսքը Գյումրիում մեծանա եւ Գյումրին 5 տարվա մեջ ամբողջությամբ փոխի դիմագիծը։ Ըստ բանախոսի ազատ տնտեսական գոտու եւ ազատ քաղաքի ռեժիմները կգործեն 25 տարով, որից կշահի ոչ միայն Գյումրին, իսկ ակնկալվող արդյունքները թվերով է հիմնավորում նախագծի հեղինակը։ Ավելի քան 15,000 նոր աշխատատեղ, շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն այլ դիտարկումներ ունեին։ Խմբակցության անդամ Լևոն Անանյանը հայտարարեց, որ ուղերձում հնացած տեղեկատվություն կա։ Ձեր ունեցած ինֆոները հնացած են։ Պարոն Սիմոնյան, կամ GPT-ն լավ գործիք չէ, խնդրում են լավ գործիք է chat GPT-ն, բայց նման ինֆոները մասնագիտական ճշտման կարիք ունեն։ Լավ կլներ ճշտեիք, իմանայիք քանի ազատ տնտեսական գոտի է այս պահին գործում, հետո նոր դնեիք ձեր հիմնավորման մեջ ու ասեիք այսքանը գործում են։ Դուք այսօր նման եք այն տան երեխուն, որ տնեցիք բան են բացատրում, ասում է թող ոչխարը ելավ սարը, ասենք չի կարելի, էլի, ես լուրջ աշխատանք եք տարել, վերջիվերջով քո ընկերն են, աշխատանք եմ տարել դրա վրա, ասում ես ձեռս արում, ասում ես GBG, դա սիրուն չի եղբայր։ Ասենք եթե ես իրավունք ձեր արի մի րոպե ներողություն էլի, եթե ես ձեր իմ ելույթի ժամանակ, հետո ելույթ ուզեք եթե ես ձեր առազնիվ եմ, քաղաքական ելույթ է, երևույթը քաղաքական չի, դա ձեր առնելոցի է, որի պետք է ես ներողություն խնդրեմ իրատերը։ Նախագծի հեղինակը նաև հիշեցրեց, որ Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու նախագծեր էլի են եղել, կառավարություններում ընդունվել են որոշումներ, բայց հարցը մնացել է թղթի վրա։ Տարբեր տեղերից մասնագետներ հրավիրենք սահմանադրական ոլորտից, որ եկամտահարկից եւ շահույթահարկից հանրապետության սահմանադրության մեջ ֆիքսած է, որ տեղական ինքնակառավարմանը մասհանումներ պիտի լինի, չի արվում։ Կարեն Սիմոնյանը պնդեց, որ հարցը պետք է դրվի քվեարկության, որպեսզի գյումրեցիներն իմանան, թե դահլիճում ովքեր կողմ ու դեմ կլինեն։ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին ուղերձը դրվեց քվեարկության։ Նախագիծն ընդունվեց, քաղաքացիական պայմանագրի ավականու անդամները ձեռնպահ քվեարկեցին։ Օրակարգային հարցերու կարևոր Գյումրիի հնգամյա զարգացման ծրագիրը, որը նախորդ նիստում բացասական կարծիքներից հետո չդրվեց քվեարկության։ Այժմ դրա մշակված տարբերակն էր բերվել օրակարգ։ Ավականու խմբակցություններն իրենց առաջարկներն արել էին նաև հաշվի առնելով բնակիչների դիմումները։ Օրինակ Գյումրիի Սևերսկի թաղամասի համար, որը 1960-ականներից ունի կոյուղատար համակարգ, նախագիծ կազմել ու կառուցել էր պետք։
դիմում եմ Գյումրու ավականու բոլոր խմբակցություններին, այդ թվում նաև իշխանական, կենտրոնական իշխանությունը ներկայացնող խմբակցությանը, որ պետք է համախմբվենք այս հարցի շուրջ, որովհետև հավատացեք գյումրեցիներին ոչ մեկին չի հետաքրքրում մեր քաղաքական հետաքրքրությունները, տրամադրությունները եւ ինտրիգները, որովհետև գյումրեցուն հետաքրքրում է իր խնդիրը եւ խնդրի լուծումը։ Քանի որ չկա ռեալ որևէ իրատեսական թվեր, քանի մանկապարտեզ, քանի սպորտ դպրոց, քանի երաժշտական դպրոց, քանի փողոց, այսինքն մենք գրել ենք շատ լավ բան, որ այսպես լինելու է, բայց ինչ միջոցներով, քանի տարով, քանի փողոց, այդ չկա, դրա համար մենք նորից դեմ ենք քվեարկելու շնորհակալություն։ Տարի մշակույթի բյուջեն գնալով ավելացել է, կարծեմ մինչև 40 միլիոն հասնում է, թե նույնիսկ մի քիչ է ավել։ Բայց այդ էլ հանրահաշտարության որպես պրակտիկ դաշտի այդ մասնագետներից մեկն է, ես կարող եմ ասել, որ նույնիսկ 40 միլիոն դրամը իրականում բավարար չի մի տարվա ընթացքում քաղաքին, եթե ելեմ ասում զբոսաշրջությունը որպես գերակա ջուր են սահմանում, որպեսզի այն տեսակի իվենտներ կազմակերպի էֆեկտիվ համագործակցության մշակույթի և զբոսաշրջության։ Ելույթներից ու դիտողություններից հետո հանգամյա զարգացման ծրագիրը դրվեց հաստատման, որին քաղաքացիական պայմանագիրը դեմ քվեարկեց։ Ձայների մեծամասնությամբ ընդունվեցին հանգամյա զարգացման 2026-ից 28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը։ Դրա մշակված ծրագրերում չէր քաղաքային աղբանոցի տեղափոխման կամ աղբի տեսակավորման վերամշակման հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ Վահագն Մկրտչյանը քննարկված առաջարկներից մեկի մասին խոսեց եւ հայտարարեց, որ ներդրողից գրություն են ստացել։ Խմբակցությունը ստացել է գրություն Armecotec ընկերությունից, որը մի քանի երևի տարի առաջանից սկսել է գործունեությունը, այսինքն անցել է բոլոր պետական գերատեսչություններով, ստացել է բազմապիսի թույլտվություններ, ստացել նաև ավականու նախնական համաձայնություն ծրագրի ավելի խորքային ուսումնասիրման եւ փաթեթների փաստաթղթավորման համար եւ այսօր հասել ենք մի փուլի ըստ գրության տեղեկանում ենք, որ Գյումրու համայնքապետարանը արդեն X ժամանակ գրությանը պատասխան չի տալիս եւ չի պատճառաբանում, թե ծրագիրը որ տվյալն է խանգարում կամ որ տվյալը համաձայն չէ կամ քննարկում չի կազմակերպվում։ Իրանք ոչ թե ուզում են կոմպոստային դաշտը տեղափոխել, որ այդ մուշ թաղամասը ազատվի։ Ուղղակի իրանք ուզում են այդ աղբը օգտագործել։ Եվ այդ աղբը օգտագործելով ուզում են քաղաքի ամբողջ ուրեմն աղբի հետ կապված գումարները իրենք հավաքեն։ Եվ քաղաքապետարանը այդտեղ շատ մեծ վնասներ է կրելու։ Մի օր եկեք քննարկենք, ես դες կբացատրեմ։ Ավականու նիստի օրակարգում էր նաև Գյումրու օր ամենամյա տոնակատարության միջոցառումների անցկացման նախագիծը։ Թե ինչքան գումար է անհրաժեշտ միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի զեկույցից հետո Գյումրիի քաղաքապետի առաջարկով հարցը հանվեց օրակարգից, չեղարկելով Գյումրիի օրը։ Իսկ ավանդույթը գյումրեցիներին վերադարձնելու համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշել է ավականու արտահերթ նիստ նախաձեռնել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։